Հարցս ուղղում եմ սոցիալական աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար պարոն Թորոսյանին։ Պարոն Թորոսյան, այսօր էլ մեր հասարակության մեջ հանդիպում ենք անչափահասների, որոնք աշխատում են չունենալով կնքված աշխատանքային պայմանագիր այս կամ այն գործատուի մոտ, ինչն էլ բնականաբար օրենքի խախտում է եւ անչափահասի իրավունքների ոտնահարում։ Անկասկած ունեք ուսումնասիրություններ այս արատավոր երևույթի հետ կապված, պարոն նախարար, կան որոշակի տվյալներ եւ ինչպիսի աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ։ Շնորհակալություն Տիկին Ղազարյան հարցի համար։ Այո, ցավոք սրտի լինում են նման դեպքեր, հիմա ձեռքի տակ թվեր չունեմ, արձանագրված դեպքերի մասով աշխատանքային իրավունքների տեսչական մարմիններն են հիմնականում զբաղվում, բայց կունենանք եւ կտրամադրենք ձեզ իհարկե, բայց ես ավելի լայն հարցին անդրադառնամ։ Իհարկե անչափահասների դեպքը առանց պայմանագրի աշխատելու ավելի խոցելի դեպք է, որտեղ անչափահասները կարծես թե իրենց ներկայացնելու տեսանկյունից եւ իրենց իրավունքները պաշտպանելու տեսանկյունից ավելի խոցելի են, քան չափահասները, բայց սա նաեւ պետք է դիտարկել ընդհանրապես չգրանցված աշխատողներ ունենալու հարցի համատեքստում եւ այս հարցը ոչ միայն աշխատանքային իրավունքներին է վերաբերում, այլև ընդհանրապես հարկային կարգապահությանը, որը երկու հարցներ իհարկե կարևոր է մեր համար եւ այս հարցի լուծման համար է նաեւ որ մենք ներենք դնում էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերի համակարգը, որը իդեպ արդեն գործարկվել է կամավորության սկզբունքով եւ շուտով հունվարի 1-ից այն դառնալու է պարտադիր, այսինքն բոլոր աշխատանքային պայմանագրերը պետք է կնքվեն հատուկ հարթակի միջոցով եւ լինեն էլեկտրոնային, ինչը նաեւ թափանցիկ է դարձնում այդ ամբողջ գործընթացը եւ նույնիսկ կարիք էլ չի լինում մտնել որևէ տնտեսվարողի հաշվապահության մեջ, գտնել դրանք եւ հասկանալ արդյոք օրենքի շրջանակներում է թե ոչ։ Այս տեսանկյունից նաև այդ հարցը կլուծվի, բայց իհարկե անչափահասների նկատմամբ վերաբերմունք ընդհանրապես երեխաների նկատմամբ եւ այն տարիքի երեխաների, որոնք որ արդեն իրավունք ունեն աշխատելու, որտեղ տարբեր տարիքում տարբեր աշխատանքի իրավունք ունեն, մեր ուշադրության կենտրոնում է եւ եթե կլինեն դեպքեր կոնկրետ, որոնցով պետք է ավելի մանրամասն զբաղվել եւ գնալ դրանց հետևից, խնդրեմ մեզ տեղեկացրեք թե մեր լիազորությունների շրջանակներում, թե կառավարության մյուս գործընկերների լիազորությունների շրջանակներում իհարկե կզբաղվենք դրանցով։ Արձագանք։ Շնորհակալություն պարոն նախարար, հիմնականում անչափահաս մեր քաղաքացիները ներգրաված են առևտրային ցանցերում եւ ռոմանսային վայրերում, կանոնաբար տարվող աշխատանքները կտա դրական արդյունքը եւ մեր անչափահաս քաղաքացիները ավելի ապահով միջավայրում կապրեն։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ, իհարկե սա նաև բազմավոլորտ, ինչպես ասացի, աշխատանք է, որ մենք պետք է անենք մեր գործընկերների հետ, այդտեղ նաև հանրությունը իր դերը ունի։ Ես կարծում եմ, որ նաև մենք ընդհանրապես օրենքների նկատմամբ վերահսկողություն իրականացնելը միայն պետական մարմիններին թողնելով, կարծես թե մեզ ազատում ենք այդ ճակերտավոր բեռից, բայց չէ որ նրանք մեր երեխաներն են, մեր, չգիտեմ, բարեկամների, հարազատների կամ հարևանների երեխա, եւ թե մենք ունենք որևէ կասկած, որ այդտեղ կա շահագործում, հա, աշխատանքային իրավունքների ոտնահարում, ճիշտ կլինի, որ մենք նաև ինքներս ահազանգենք, որպեսզի նաև այդ տնտեսվարողները տեղեկանալով, որ կարող է լինի ահազանգ, իրենք իսկ չմտնեն նման հարաբերությունների մեջ։ Շնորհակալություն։